Ողջույն, այսօր մեր հերթական դասն ենք անցկացնելու և տեսնենք, թե այս անգամ ինչ նոր բան ենք սովորելու միասին, թե ինչ գնացինք։ Բարև Սյուզեն։ Ինչպես եք։ Լավ, դու ինչպես ես։ Լավ, շնորհակալ եմ։ Այսօր ինչ ենք սովորելու միասին։ Պատրաստ ես այսօրվա դասին։ Այո։ Մենք այսօր միասին կվարենք։ Մեքենա կվարենք։ Ոստեղ ճիշտ է իրական պայմաններ են երթևեկության, բայց որոշակի ազատ տարածություններ գոյություն են, այսինքն երթևեկությունը համեմատաբար քաղաքի կենտրոնից այդտեղ քիչ է։ Փորձելու ենք միասին եւ հետադարձ եւ շրջադարձ, այսինքն վարելու ենք մեքենան։ Հասկացա։ Ես քեզ կհուշեմ։ Ենթադրենք մոտենանք Խաչմերուկին, կասեմ Սյուզեն ջան, այդտեղից ձախ շրջադարձ ենք կատարելու, կամ աջ շրջադարձ, կամ հետադարձ։ Իհարկե, եթե աջ շրջադարձ պիտի կատարենք, դու գիտես, պիտի գաս լրիվ աջ եզրային գոտին, նոր աջ շրջադարձ կատարես։ Ձախ շրջադարձի հետադարձի դեպքում լրիվ ձախ եզրային գոտին։ Չենք շտապում, ոչ մի ավելորդ գործողություն չենք կատարում, կարիք եղավ, ես քեզ կօգնեմ, լավ, փորձելու եմ չմիջամտել։ Հա, եթե կարիք եղավ, նոր արդարացնել ձեր սպասելիքները։ Շատ լավ։ Արի ամրագոտին չմոռանանք ամրակապենք։ Ես չեմ ամրակապում, որ կարիք լինի, քեզ կարողանամ օգնել, կարող է ինձ խանգարի չստացվի։ Հիմա պետքա հետադարձ անենք։ Հետընթաց։ Հետընթաց։ Լավ, շատերը շփոթում են հետադարձը հետընթացի, ճիշտ է, դու իրականում գիտես, թե որն է հետադարձ, որն է հետընթաց, բայց բառերի մեջ չսխալվենք, լավ, հետընթացը դա հետընթանալն է։ Այն որ ասում են задний ход, մեքենան հետ է ընթանում, լավ։ Մի փոքր ինչի համար ենք հետընթաց կատարում։ Կարողանանք առաջ որ ազատվել, քանի որ դիմացներս արժևում մեքենա տրանսպորտային միջոց գոյությունի կանած տարածություն ազատվի, որպեսզի կարողանանք նրան շրջանցել։ Հիմա դնում ենք R, արգելական ոտնակ։ Շատ լավ։ R, ահա։ ու մի փոքր հետ տամ։ Լավ, կարող ես արդեն կանգնել։ Մի փոքր էլ արի հետ գնա։ Մի Տես, դիմացի մեքենան որ կա կայանած։ Դու նրա ակերը որ տեսնես, այդ մոտավոր ստացվում է դու 3 մետր տարածություն։ Ես չեմ տեսնում։ Այ հիմա տեսնում։ Տեսնում ես, կանգնում ես, սա ինչի համար է։ Հիմա դնում ենք դե, որպեսզի առաջ շարժվենք։ Ինչի համար է սա, որ դու կարողանաս նրան շրջանցել։ Այդ տարածությունը քեզ բավարարի։ Հիմա դնում ենք դե, պետքա գնանք առաջ։ Պետքա տեսնենք ձախից տրանսպորտային միջոցներ կան, թե ոչ, նոր շարժվենք։ Շատ ապրես, բայց չենք որովհետև իրանցն է գլխավոր։ Այո, քան ոչ թե իրանցն է գլխավոր, այլ կանգնած տեղից շարժումը սկսելիս, որ նոր շարժումը սկսում է։ Պարտավոր է բոլորին զիջելու ճանապարհը։ Այսինքն դու զիջողի դերում ես։ Հիմա չենք մոռանում թարթիչներով արդեն ստեղ պարտավոր ենք, էլի, այն ժամանակ անցած դասին մենք նենց ազատ տարածություն էր կայանատեղի էր, այնտեղ թարթիչներ չենք միացնում։ Այստեղ պարտադիր է, որտեղ քաղաքի մեջ ենք։ Ձախ ազդանշանը միացնում ես, օգտվելով կողային ձախ կողմի հայլուց։ Այստեղ արդեն փորձում ես շարժումը սկսել։ 1 վայրկյան սպասում ենք դիմացի մեքենան փորձել շարժվել, փողինք առաջ գնա։ Հիմա ուշադրես ինչ եմ ասում, որ դու արդեն հասկանաս քո հաջորդ քայլը, հաջորդ գործողությունը։ Մյուս խաչմերուկին, որ մենք կհանդիպենք, մյուս խաչմերուկից մենք շարունակելու ենք ուղիղ։ Հասկացա։ Այսինքն խաչմերուկից գնում ենք լրիվ ուղիղ։ Այո, շարունակում ենք ուղիղ։ Հիմա տեղից շարժում ես, հայլուց օգտվելով տեղից կարող ես շարժվել։ Մի վայրկյան այս դիմացի մեքենան թող անցնի։ Всё։ Ղեկը պտտում ես ձախ։ Եվ աղցի պտտի։ Всё, առաջացի մի փոքր։ Ոյ, դենց անսովոր է փողոցի մեջ։ Շատ անսովոր է, բայց շատ առաջ չես նայում, լրիվ հակառակը։ Ինչքան հեռու, այո, ինչքան հեռու, այնքան լավ։ Տեսնում ես զիջելու նշանը, մենք մոտենում ենք խաչմերուկին, դրված է զիջիչ ճանապարհի նշան, հիմա առաջանում ենք, պետք է դանդաղացնենք ընթացքը, ստեղից չէ մի փոքր էլ առաջացի, տեսնենք հատվողությամբ կան տրանսպորտային միջոցներ երթևեկող թե ոչ, եթե չկան, ուրեմն կարելի է շարունակել, եթե կան, մենք պարտավոր կլինենք նրան զիջելու, չկան, շարունակեցինք ուղիղ, շատ լավ, ուղիղ շարունակում ես այդպես,
Չես լարվում, չէ։ Չէ, ուղղակի մի քիչ անսովոր է Անսովոր է, համար, ոչինչ, դե փողոց նորմալ, դուրս գալը։ Արի ձախ ազդանշան միացրու, Ձախ թեքվենք։ ձախ շրջադարձ կատարենք, հենց այս խաչմերուկից։ Մենք գլխավորում ենք, պիտի զիջենք միայն դիմացից մոտեցողից, բայց չունենք դիմացից մոտեցող։ Շատ լավ, այս է, տես տեղը ընդհատված, տեսնում ես, այստեղից ձախ շրջադարձ ես կատարում։ Ուղղում ես ղեկը արդեն։ Ուղղեցին ղեկը ու առաջ։ Շատ լավ, դու զգում ես, չէ՞, արդեն կողային դիստանցիան ինչքան կարելի է պահել, ինչքան է։ Մի փոքր աճվեր մեքենան, շատ ես մոտենում։ Շատ լավ, շարունակում ենք։ Այստեղ փակ Այստեղից տարածություն է։ իսկ պետք է հետադարձ կատարել։ Շատ լավ։ Հիմա առաջացի, այստեղ տեսնում ես ազատ տեղ գոյություն ունի։ Կարելի է մեքենայի թե առաջամասը, թե հետնամասը ուղարկել այդ կողմ, որպեսզի կարողանանք հետադարձ կատարել։ Արի կանգ առնենք։ Շատ լավ։ Հիմա դնում ենք R, հետընթաց։ Всё, հետընթացով գնացինք։ Լրիվ ուղիղ մինչև վերջ հետընթաց ենք կատարում։ Օգտվում ես կողային հայլիներից, շատ արագ չէ, հնարավորինս դանդաղ։ Լրիվ ուղիղ հետընթաց։ Այս համեմատական կարգով աջ կողմը ավելի մեծ տարածություն է, քան քո կողմը։ Մի քիչ կարելի է դեպի աջ։ Շատ լավ, դու արդեն հետընթաց կարողանում ես վարել հետընթացով մեքենա, շատ լավ է։ Всё, կանգնում ենք, ղեկը պտտում ես լրիվ ձախ, դնում ենք դե ու շարժ։ Շատ լավ, օյակապ դուրս եկանք։ Հիմա մոտենում ենք խաչմերուկին, խաչմերուկից աջ ենք թեքվելու, մենք բեր մեքենան աջ կողմի վրա, աջ շրջադարձ ենք կատարելու, աջ ազդանշանով, շատ լավ։ Մոտեցող կա մեքենան, դե թեքի։ Այ, շատ լավ։ Всё, ուղիղ շարունակում ենք։ Աջբե, ձեռքերը չխաչես հանկարծ, աջուպաս չանես։ Օրինակապ, ստեղից աջ շրջադարձ ենք կատարելու։ Մոտենում ես աջ եզրային գոտի։ Մի փոքր աջ։ Այս սա է քո աջ եզրային գոտին, դու այս հարևան գոտուց ես փորձում աջ շրջադարձ։ Էլի պիտի զիջենք, եթե լինեն տրանսպորտային ջույսներ։ Եթե չկան, աջ ենք թեքվում։ Տպտում ես ռուլը։ Всё, ուղղում ենք, աջ բերա, էլի, ահա, всё, դες գծանշումները իրականացրել են, գծանշում կա, գոյություն ունի, որ գծանշումից այն կողմ չանցնես, նա հանդիպակացողություն է, դու մնում ես քո գծանշման մեջ։ Ուղիղ մինչև վերջ շարունակում ենք, այստեղ տես դու արդեն գլխավորում ես հաջորդ խաչմերուկում, ուրեմն դու չես զիջել։ Հա, իրանք բայց չի բացառում մեքենան աջ պահի, աջ կողմի վրա։ Ճանապարհը մտքով կիսի երկու մասի, եթե չկա գծանշում իրականացված, ու դու մնա քո գոտում։ Աջ եզրային գոտի։ Այ, հանդիպակաց դուրս չգա։ Այստեղ էլի հատում գոյություն ունի, որտեղ դու գլխավորում ես, էլի շարունակում ենք ուղիղ, բայց դա ամեն դեպքում պետք է նայենք, իհարկե, պետք է արագությունը յուրաքանչյուր խաչմերուկի մոտենալիս որոշակի նվազեցնել։ Չի բացառվում կանոնների չիմացությամբ ինչ որ մեկը հարևան հատվողությունից մեզ մոտենա, վթար որպեսզի տեղի չունենա։ Շատ լավ, շարունակում ենք ուղիղ։ Այստեղ խաչմերուկում աջ, այս խաչմերուկից աջ ենք թեքվելու, աջ շրջադարձ, շատ ճիշտ է, տես արդեն առանց ասելու դու ինքդ ազդանշանը միացրեցիր։ Աջով, լրիվ աջ ենք պահում, շատ լավ։ Այդ շրջադարձ կատարելիս էլ ճանապարհը պիտի էլի կիսես երկու մասի։ Տեսնում ես, հաջորդ խաչմերուկում մենք զիջելու ենք, թե գլխավորում։ Գլխավորում չենք։ Շատ լավ։ Նշանը գլխավոր է։ Շարունակում ենք ուղիղ։ Մի փոքր արագությունը ուղղակի նվազեցնում ես, համոզվում ենք անվտանգ ամեն ինչ, նոր շարունակում մեր երթևեկությունը։ Մեքենային զգում ես արդեն։ Այո, արդեն լրիվ զգում եմ։ Մի քիչ աջ պահի, չէ, տենց չէ, կտրուկ գործողություն չես անում, ոչ մի բան։ Ինքը գգա կանցնի քեզ։ Լավ։ Շարունակեցինք։ Պետքա կանգնենք, տեսնենք, զիջենք։ Մի փոքր առաջացի նոր, մի փոքր առաջացի։ Կա տրանսպորտային ջույս։ Չկա։ Դե աջ շրջադարձենք, աջ, դե շատ ես դուրս գալիս։ Այդ աջը միշտ մոռանում ես, ուշ ես աջ պտտում ղեկը։ Փորձի հիշել։
Շարունակում ենք մենք մեր գոտիով։ Այստեղ արդեն այսքանը լրիվ իմ ճանապարհն է։ Այո, այս ամբողջը քոնն է, հանդիպակաց ուղղությունը բաժանարար գոտիով առանձնացված։ Շարունակում ենք ուղիղ։ Դու այդ հայլուց օգտվում ես ամեն անգամ, երբ որ նայում ես ձախ կողմ, մեքենա բնազդաբար գնում է ձախ։ Այդ հայլուն կնայես անհրաժեշտության դեպքում։ Գիտես որն է անհրաժեշտությունը։ Երբ որ ձախ պետք է։ Ապրես ձախ շրջադարձ կամ հետադարձ ես փորձում կատարել, այդ դեպքում կնայես կօգտվես ձախ հայլուց կամ տեսնես, եթե հայացքդ կզգա կորսա, որ հարևան գոտիով տրանսպորտային ընթանում, ու կարող ես նրան նայել, տեսնել ինչքան քեզանից հեռու է։ Բայց մնացած բոլոր դեպքերում դու առաջ նայ, դիմաց, քո դիմաց ես նայում։ Այստեղից կարող ձախ պետք է։ Չէ, արիստեղից ուղիղ շարունակենք, այն ամենավերջում մի հատ փորձենք հետադարձ կատարել։ Զիջելու ենք ճանապարհը, տեսնում ես, տանդաղացրու, մի փոքր առաջացի։ Քշում ենք ուղիղ, գազ։ Այստեղ զիջենք։ Նա ինքը հեռու է, մեզ չի ֆանգարի, հա։ Հիմա ստեղ այս խաչմերուկից արի արդեն ձախ շրջադարձ կատարենք։ Առաջանում ես, գծանշումն ունես ձախ եզրային գոտուց, զիջելով ճանապարհը, քո ձախ շրջադարձը կատարում ես։ Շատ լավ, շարունակում ենք։ Տես դու դուրս եկար հանդիպակաց, տեսար։ Զգացիր։ Բայց այստեղ մեքենաներ կան, կայանած։ Բավականին լայն է, խանգարում են, դեմ չէ, ավելի փոքրացրել են տարածքը։ Հա, բայց դու ունեիր հնարավորություն իր կողքով անցնելու, այլ ոչ թե դուրս գալու հանդիպակաց ու շատ իրես լինում է։ Ստեղից աջ շրջադարձ ենք կատարելու, շատ լավ է։ Հիմա այս խաչմերուկից հետադարձ կկատարենք։ Հետադարձ։ Մի անգամով։ Մի անգամով, մի գործողություն։ Բայց դա անենք խաչմերուկի մեջտեղից, կենտրոնից առաջանում ենք, համոզում ենք անվտանգ է, մուտք ես գործում խաչմերուկի կենտրոն, այսինքն հետևտային անցումը անցնում ես։ Ահա, այստեղից կանգնում ենք, մի պահ, տես մեքենա կա։ Տեսող իրան զիջում ենք, որտեղ պիտի զիջենք։ Մի քիչ ենք առաջանում հետևտային անցումը, անցնում ենք։ Նորմալ հետադարձը կատարում։ Լավ, պատտվում։ Արագի կարիք չկա։ Տեսար ստացվեց։ Հիմա ղեկը ուղղում ես, շատ արագ։ Ահա, всё, մեքենան դիպ ուղղում։ Ու շարունակեցի։ Տեսար որ ստացվեց։ Ես ուղղակի չգիտեմ, շատ եմ սիրել այդ երկու անգամով որ անում են։ Երկու անգամով։ Հետադարձը չգիտեմ ինչից է։ Դե խաչմերուկում չի թույլատրվում երկու անգամով հետադարձ։ Դու պետք է խաչմերուկի կենտրոնում աջ շրջադարձ կատարես։ Պետք է կատարես հետադարձը մեկ գործողությամբ։ Եկվեցին ձախ, դες դուրս եկար հանդիպակաց, զգացիր։ Այո։ Դանդաղ, շատ լավ։ Թեկուզ անգամ կարճ տարածության վրա հանդիպակաց դուրս գալ չի թույլատրվում, չի կարելի։ Նորից ձախ ենք թեքվելու։ Ստեղ դու գլխավորում ես, դու պիտի զիջես միայն հանդիպակացին, որտեղ ինքն էլ է գլխավորում։ Բայց քանի որ չկա տրանսպորտ առաջացիր են անցի, այ իրան անցնում ես, նոր ձախ ես թեքվում։ Շատ լավ, մնում ես քո գոտում։ Շատ լավ, շարունակում ենք ուղիղ։ Նորից խաչմերուկից ձախ։ Մի քանի անգամ ձախ շրջադարձ ենք կատարելու, վերադառնանք նույն տեղը։ Հասկացա։ Այստեղ արդեն մենք զիջող ենք, ըստ նշանի։ Պետք է զիջենք եւ հանդիպակաց ուղղությամբ երթևեկողին եւ հատվողությամբ ընթացողներին։ Չէ, չկա մեքենան է։ Այ ապրես, տես ես անգամ մնացիր քո գոտում։ Դուրս չեկար հանդիպակաց, շատ լավ։ Ուղղակի այս կայանած մեքենաները շատ են խանգարում քո տարածք ոնց որ ասած։ Այո, բայց ինչ արած, եթե այդտեղ կայանած են, այլ տարբերակ մենք չունենք, հնարավորինս մենք մեր գոտիով պետք է ձախ թե ուղիղ։ նորից ձախ։ Մի քանի անգամ ձախ։ Ահա։ Դուրս չեն գալիս հանդիպակաց, всё, գծանշումից ես կողմ, շատ ճիշտ, արի իրան շրջանցենք, Մինչև մեքենա վարելը չէի պատկերացնում, որ ճանապարհը կարող եմ այսքան սենց գտնել, ես միշտ մտածել եմ, որ ոչ պատկերացնեմ, վայ, ոնց հիմա լրիվ պատկերացնում եմ։
մի փոքր մի քիչ կարող է շփոթվես, սխալվես, բայց քո սխալը միանգամից ինքնուրույն դու ինքդ ուղղում ես, ես զգացել եմ դրա մասին։ Շատ լավ, շարունակում ենք ուղիղ։ Ձախ ենք թեքվելու, ապրես։ Զիջելու ենք, եթե կարիք եղավ։ Երբ որ փոքր էի, միշտ այդ նշանը ձվածեղ էի պատկերացնում, որ դուրսը սպիտակ մեջ։ Ոնց ես նմանացրել։ Չգիտեմ, բայց ուղղակի գույներով, որ դուրսը սպիտակ։ Իրավունը դրենք ձվածեղի նշան։ Եկեք։ Նոր նշան օրինենք նշանների խմբում։ Ձվածեղի նշան։ Ձվածեղի նշան։ Ուղղակի միակ բաներն է, որ ինքը կբան է։ Շեղանկյուն է։ Որ կլոր լիներ, ուղղակի գույներով, որ դուրսը սպիտակա մեջը դեղին։ Հասկացա։ Հիմա նորից խաչմերուկից փորձում ենք կատարել հետադարձ։ Նամ լրիվ ուղիղ։ Խաչմերուկի կենտրոնից մեջտեղից նայ մեքենայի թե չկա մեզ մոտեցող։ Ահա, ուղղակի մի քիչ շուտ արեցիր, կարող է չստացվի մեր հետադարձ։ Չէ, ստացվել է, չէ, սխալ արեցինք։ Լրիվ ձախ ես թեքում, եկեք, խաչմերուկում մի գործողություն պետք է կատարել, առաջացի։ Կստացվի, բայց մի հատով։ Ստացվեց։ Հա։ Մի փոքր, ահա, շատ լավ ստացվեց։ Եկեք կողում ենք, արի հիմա նա ինչ անենք։ Արի այս երկու մեքենաների մեջտեղում փորձենք կայանել, այո։ Առաջացիր, հավասարվիր այդ մեքենային, բաց գույն, այս մեքենային։ Ուղիղ, իրա կողքը։ Հա, իրա կողքը։ Բա իհարկե հետընթացով դի կատարենք, չէ՞։ Հասկացա։ Առաջացիր, հավասարվում ես նրան, կանգ ենք առնում, միացնում ես վթարային լույսերը, վթարայինը, այս այդպես, եռանկյունի եզրերկա, այդ կնում, մենք հետընթաց, շատ ճիշտ է, ոտքդ պահում ես, նախ ոտքդ պահում ես արգելակման ոտնակի վրա, որ հետ չգնա մեքենան, հիմա ոնց ես որոշում անել, ոնց ենք անում, ձևը, աջ պետք է, այո, ամբողջությամբ աջ, ղեկը, պտտում ես ամբողջությամբ աջ, 45 աստիճան, անկյան տակ կանգ ենք առնում, մի փոքր ես առաջանում, կանգնեցինք, ղեկի դիրքը 1.5 պտույտով հետ ես վերում, ես կես, սա էլ մեկ, հիմա ուղիղ պետք է հետ ընթանաս այնքան, որ քո մեքենայի առաջամասը հավասարվի իր հետնամասի այս անկյունին, որ դու իրանից ազատվես, հավասարվեց, մի փոքր էլ կարող ես գալ, հիմա մի բան էլ կա, տես կանգնի ասեմ, տարբեր ինստրուկտորներ, տարբեր սովորացնողներ, դու իհարկե YouTube-ից էլ այնտեղ կարող ես օգտվել, կայանման տարբեր եղանակներ, տարբեր ձևեր գոյություն, այդ տարբեր ձևերով են բացատրում։ Այնպես չի, որ մեկը մյուսից սխալ է, ուղղակի ըստ իրավիճակի, կախված օրինակ գոյություն ունի եզրակար, թե եզրակար գոյություն չունի։ Այս երկու մեքենաները, որոնց մեջ դու փորձում ես կանել քո տրանսպորտային միջոցը, իրարից որքան հեռավորության վրա են։ Այս ամեն ինչը կապ ունի։ Օրինակ կողային դիստանցիան ինչքան հեռավորություն ես դու իրանից պահել, մի փոքր հետ, մի փոքր առաջ, այս ամեն ինչը շատ կարևոր է, դա։ Հասկացա։ Հիմա ղեկը ամբողջությամբ պտտում ես ձախ։ Մի փոքր որ հետ ընթանաս, արդեն դու այդ կայանումը քո ստացվելու։ Ուղեմ։ Չէ, մի փոքր էլ արի ուղղվի, վերջ կանգնեցինք։ Այ հիմա 1.5 պտույտով մեքենայի տակերի դիրքը սենց ուղիղ է լինելու։ Պատկերացրինք։ Լավ է, ված չի։ Ասել որ տպավորված եմ կնշանակի ոչ մի բան չասել։ Արի նեյտրալ։ Նեյտրալ։ Հիշում ես գործողությունն է մեր։ Ոտքը պեդալին է, ճիշտ է։ Պեդալին է, այո։ Այս ձեռքի արգելակման համակարգից պարտադիր պետք է օգտվել, բարձրացնել իրան, այնտեղ գրվեց, որ վերջ ինքը ֆիքսել է։ Հիմա ոտքը թող պեդալից տեսնենք կանգնել է մեքենան, վերջ ինքը անշարժ վիճակի է արդեն։ Նորից պետք է սեղմել ու պարկինգի վրա տեղափոխել։ Վերջ Սյուզան ջան, այսքանը չես նեղվում թերացումների, թերությունների համար չես նեղվում, շատ պետք է աշխատել, շատ։ Այդ 1 պարապմունք, 2-3 պարապմունքը դեռ շատ քիչ է, լավ։ Շատերը ամիսներով, ինչի՞ չէ տարիներով չարչարվում են, փորձում են, անում են, մինչև ստացվի։ Հուսանք մոտ շուտ է ստացվելու, ես տենց զգում եմ իհարկե, որտեղ դեռ մենք մի քանի պարապմունք իրար հետ պարապենք, արդեն քաղաքի մեջ իրական պայմաններում ճիշտ է մի փոքր ինտենսիվությունը, որտեղ որ մենք մեքենա ենք վարում, թույլ էր, այդքան շատ ինտենսիվ չէր, հոսքը տրանսպորտային միջոցների քիչ է, բայց դու կարողացար քո առջև դրված խնդիրները լուծել։ Ուրախ եմ շատ։ Հաջորդ անգամ գնալով էլ ավելի կարող ենք բարդացնել։
Լավ, թե ավելի խիտ բանուկ հատվածներում մեքենա կվարենք, այնտեղ կլինեն հետիոտնային անցումներ, հետիոտներ, այսօր մենք հետիոտներ զիջեցինք, այո, ամեն ինչը պետք է հաշվի առնել, ուշադիր լինել, ղեկետ ճիշտ աշխատել, արգելակման ոտնակետ ճիշտ աշխատել, որ ամեն ինչ ճիշտ եւ անվտանգ ստացվի, ամենակարևորը։ Այսօր այսքանը, հաջորդ ասին նորից կհանդիպենք։ Հուսամ մեր հեռուստադիտողն էլ հագեցած հաղորդում ստացվեց եւ իրենց համար եւ ինձ համար, շատ օգտակար էր, շատ հագեցած է, շատ շնորհակալ եմ։ Շատ լավ։ Տեսություն։ Պակա։ Դե ինչ, մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կարծում եմ մի նոր բան սովորեցիք։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ժամը 17-ին կենտրոնի եթերում։